Յուքոմի գլխավոր տնօրեն Ռալֆ Երիկյանը վկայականներ է հանձնում կիբերանվտանգության 5-րդ ինտենսիվ դասընթացի մասնակիցներին։ Դասընթացը կազմակերպել են Հայաստանյան խաղաղության նախաձեռնությունը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը։ Թվային անվտանգության գիտելիքների զարգացմանը նպաստելու նպատակով Յուքոմը հանդես է եկել որպես դասընթացի տեխնոլոգիական գործընկեր։ Այսօրվա աշխարհում կիբերանվտանգությունը արդիական մարտահրավեր է եւ շատ դաժան մարտահրավեր է, այսպես ասած, որովհետեւ մոտեցումները միշտ փոփոխվում են եւ միշտ պահանջում է շարունակական ուսուցում, շարունակական պատրաստականություն եւ դրա դեմը միշտ պետք է առնել։ Եվ ինչքան մենք կարողանանք պատրաստենք մասնակիցներ, ինչքան օգնած կլինենք, որ իրազեկված լինեն այս մասնակիցները եւ իրենց միջավայրն իրազեկված լինեն, ինչքան կարողանանք դեմը առնել ցանկացած անվտանգային խնդիրի։ Եվ այս պատճառից է, որ մենք նմանատիպ ծրագրին աջակցում ենք, կողքը կանգնում ենք։ Մեկ ամիս 92 ժամ տևողությամբ ինտենսիվ դասընթացի նպատակն էր անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ փոխանցել մասնագետներին կիբերսպառնալիքները կանխատեսելու, նույնականացնելու եւ արդյունավետ հակազդելու համար։ Դասընթացը ներառում էր ներածական բաժին եւ 5 հիմնարար ուղղություն՝ կիբերսպառնալիքները եւ դրանց պահանջները, վիրտուալացում, ցանցային տեխնոլոգիաներ, համակարգերի պաշտպանվածության ուժեղացում, թվային դատաբժշկական փորձաքննություն։ Մեկ ամսվա ընթացքում հասցրել ենք 1 տարվա կուրս սովորել։ Շատ խորացված դասընթաց էր ու բավականին շատ գիտելիքներ ստացանք։ Շատ գոհ եմ ու շատ շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին, որովհետև իրոք հատկապես Հայաստանի պայմաններում կիբերանվտանգությունը կարծում եմ շատ կարևոր է։ Ինտենսիվ դասընթաց էր մեկ ամսյա, որը տվեց շատ խորը գիտելիքներ cyber security-ի մասին, ինչը կարծում եմ ներկայումս շատ արդիական է, քանի որ հիմա շատ են cyber հարձակումները, պետք է հնարավորինս կարողանալ պաշտպանվել հարձակումներից։ Ուսուցումը վարել են ճանաչված փորձագետներ՝ Ռեննի Սեն Մալոյի տեխնոլոգիական համալսարանի կիբերանվտանգության դասախոս Սեբաստիան Բարգիրջյանը եւ Օրանժ ընկերության անպային ճարտարապետ Նիկոլա Ռենարը։ Դասընթացի կազմակերպման համար ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, մասնավորապես Յուքոմ ընկերությանը, որի ղեկավարը շատ լավ գիտակցում է կիբերանվտանգության մարտահրավեր լինելը։ Կիբերանվտանգությունը ինչպես ժամանակակից աշխարհում, այնպես էլ Հայաստանում ամենակարևոր մարտահրավերներից մեկն է։ Հայաստանում ֆրանսիական համալսարանը 3-րդ տարին է, որ անցկացնում է կիբերանվտանգության կարճ դասընթաց, որին կարող են մասնակցել ոչ միայն մեր ուսանողները, այլև ոլորտի մասնագետները։ Ֆրանսիական համալսարանում նաև տեղի է ունեցել պանելային քննարկում, արհեստական բանականության մրցավազք, ինչպես տվյալագիտության միջոցով կանխել ինքնավար սպառնալիքները թեմայով։ Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։